Ողջույն Front TV հարգելի հետևորդներ, այսօր իմ հյուրն է համահայկական ճակատ շարժման անդամ Աննա Ղուկասյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Ղուկասյան, այսօր խոսելու ենք ստեղծված ժողովրդական աշխարհազորի մասին, ինչքանով է կարևոր հանրության համար լինել պատրաստված, ինչ եք կարծում դուք։ Տեսեք, աշխարհազորի նպատակն է, ժողովրդական աշխարհազորի նպատակն է ունենալ ոչ միայն պահեստազորի, միավորել ոչ միայն պահեստազորի զինվորականներին, որովհետև նրանք քիչ թե շատ տիրապետում են զինվորական գործին, շատերը նույնիսկ պրոֆեսիոնալ են իրենց գործում, փառք Աստծո, բայց նաև սովորեցնել հասարակ քաղաքացիներին անվտանգային կանոններին, զենքի հետ շփմանը եւ առհասարակ ինքնապաշտպանություն իմանալ, որովհետև այսօր տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում եւ հենց մեր հարևան երկիրը այսօր կարելի է ասել Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր Իսրայելի երկնքում կարելի է ասել հրաշքներ է գործում իր հրթիռային համակարգերով, բալիստիկներով եւ շատերը ասում են ինչի համար է մեզ պետք կալաշնիկով իմանալ կամ զենքի կռիվ անել, եթե այսօր ամեն ինչ օդն է որոշում։ Եկեք որպես նախկին հատուկ ջոկատեր մի փոքր այս մասով չհամաձայնվեմ ինչու, որովհետեւ տեսեք, այո, թնդանոթները, անօթաչու թռչող սարքերը եւ առհասարակ օդային բոլոր ուրեմն տեխնոլոգիաները եւ տեխնիկան շատ կարեւոր են, այո, արտի պատերազմների մեջ դրանք իրաց էական դերը եւ նշանակությունը ունեն, բայց չմոռանանք, որ միայն տեխնիկայի վրա հույս դնելով պետությունը կարող է տանուլ տալ եւ պարտվել։ Ինչու՞, որովհետեւ պատերազմը վարում է մարդը եւ հետեւաբար դիմակայողը եւս մարդն է եւ մենք նախ եւ առաջ պետք է ունենանք պատրաստված մարդիկ եւ պատրաստված քաղաքացիներ չէ՞ որ այդ բոլոր հրթիռներն ու անօթաչու թռչող սարքերը նրանց վարողը եւս մարդն է հետեւաբար եթե մարդը օրինակ տեսեք կա նաեւ խոճապային մասը այսինքն մենք սովորում ենք նաեւ բարեհոգեբանական հատվածը մարտի պատերազմի հետ կապված եւ եթե շատ լրջագույն սիտուացիաներում իրավիճակներում մարդը ուղղակի խոճապահար լինի եւ չկարողանա սեփական համակոնտրոլ, ինչպես են ասում, սեփական ինքնատիրապետումը պահել, հետեւաբար նա նույնիսկ այդ կնոպկաները չի կարող ճիշտ սեղմել։ Այստեղից նպատակը այն է, որ մարդը, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացին լինի պատրաստված ցանկացած իրավիճակում կանգնել հայոց բանակի հայ զինվորի կողքին։ Ժողովրդական աշխարհազորի գերնպատակը դա է եւ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, երբ նախաձեռնեց ժողովրդական աշխարհազորի այս ծրագիրը եւ սկիզբ դրվեց նրա կողմից, մարդ ով մեծ ռազմական ուղի ունի անցած, մարդ ով երկար տարիներ ուրեմն ղեկավարել է հետախուզության զինված ուժերի հետախուզության գլխավոր վարչությունը նա հիմքը դրեց որ մարդը պետք է պատրաստ լինի պատերազմի համար անկախ նրանից նա զինվորական ծառայություն ունի անցած թե ոչ Նաև հաշվի առնենք, որ Իրան-Իսրայել պատերազմն է եւ որոշ վերլուծաբաններ իրենց խոսքում նշում են, որ Հայաստանը կարող է ներքաշվել պատերազմի մեջ, հաշվի առնելով այս ամենը, ինչպիսի դասընթացներ եք իրագործում։ Այո, ինչպես տեղյակ եք, նաև մամուլից, որ մենք ամեն կիրակի գրեթե ունենք գրակային մարտական եւ գրակային պատրաստության դասընթացներ, այսպես է, այս պահի դրությամբ հիմնականում անվտանգային կանոնները զենքից օգտվելու եւ գրակայինը միջին մակարդակի բերելու խնդիրն է, որ մարդիկ ովքեր ունենք զինվորականներ, որ նույնիսկ այս պահին հնարավոր է ինչ-որ որոշակի բաներ մոռացած լինեն եւ հետո ձեռքը կրակայինի այսպիսի մի բան կա, որ մատը պետք է անընդհատ սովոր լինի այդ գործողությանը կրակելու եւ հետեւաբար ավտոմատացված դարձնելու համար անընդհատ կրկնվող մարզումները, պարապմունքները կրակային շատ կարեւոր են։ Հետագայում իհարկե միայն կրակայինով չենք սահմանափակվելու, մենք ունենք նաև տակտիկայի դասընթացներ, ունենք առաջին բժօգնության, ունենք նաև այդ հոգեբանական հատվածը, որտեղ աշխատելու են լուրջ հոգեբաններ, այդ խոճապային սիտուացիաներում կողմնորոշվելու եւ ինքնատիրապետումը պահպանելու համար եւ այսպես ինքը համալիր կարելի ասել դասընթացը համակարգված, այսպես համալիր է լինելու, հուսամ որ մենք կհաջողենք, որովհետեւ շատ ցանկացողներ կան, իդեպ ասեմ, մենք ունենք նաև աղջիկներ, այս շատ կարևոր է, որ բավականին հետաքրքրված աղջիկներ, որոնք ուզում են եւս միանալ, գալիս են, կրակում են, պատրաստության են մասնակցում
Ուրեմն մենք ունենք եւ on-line տարբերակը, որ մարդիկ կարող են գրանցվել, այնտեղ հարցաշարը, որը լրացնելու են ժամկետային զինծառայողները, ովքեր անցել են ժամկետային, պարտադիր ժամկետային զինծառայություն, համապատասխան մասնագիտությունն են լրացնելու, ովքեր որ շարքային քաղաքացիներ են կամ աղջիկներ են կամ որ պարտադիր ժամկետային չեն անցել, համապատասխան ձև կա, որ այդ ձևաթուղթը պետք է իրենք լրացնեն եւ ունենք նաեւ տեղում այստեղ մեր ուրեմն համահայկական ճակատշարժման եւ կուսակցության կենտրոնական գրասենյակում եւս կարող են մոտենալ եւ գրանցվել։ Շատ շնորհակալություն այսօրվա հարցազրույցի համար։ Դեռ կհանդիպենք։ Շնորհակալ եմ ես։